Դեր Հիսուսյանով կբարևեմ ցեզ, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ Աստծո փառք կուտանք, որ մեզ բայեց մինչև այսօր եւ իր օրհնյալ ներկայությունը պիտի վայելենք, մինչ խոսքը իր խոսքը կգարտանք, կսերդենք, կուսումնասիրենք, որ մե հոգեվոր ճշմարտություններ վեր գարնենք, որոնք մեզի վերակրելի են եւ այսպեսով մեր հոգեվոր կյանքը գշինենք, մեր հավատքը կգառուցենք ճշմարիտ վարդապետության վրա։ Ուրեմն Տերոջը շնորհքով պիտի շարունակենք առաջին Թեսաղոնիկեցված թուղթին մեկնությունը, ուրեմն պիտի գարտանք 3-4 համարները։ Անցյալ անգամին տեսանք, թե ինչպես առաքյալը գխոսի, որ միշտ Աստուծո հաճելի կյանք ապրենք, այնպես որ քրիստոնեությունը միայն արդակին երևույթներ չեն, եկեղեցի հաճախել, հոգևոր միջավայրի մեջ լալ, հաբա նաև անոր հաճելի կյանք ապրիլն է։ Ուրեմն 4-րդ գլուխն է, 4-րդ գլուխ առաջին Թեսաղոնիկեցիս պիտի գարտամ երկրորդ համարեն։ Գսեհոն, քանզի գիտեք, թե ինչ բադվերներ դվինք ցեզի Տեր Հիսուսով։ Այստեղ բադվերները քրիստոնեական սկզբունքներ են, որ առաքյալը դարձյալ հեզության հոգիով գարդայդվեսելով Հիսուսով։ Քրիստոնեական սկզբունքները Աստծո կամքի մեջ գենալու եւ անոր հաճելի կյանք ապրելու առնչությամբ է, որ մենք գոհոժարինք ադոր։ Ոչ մեկը մեզի գստիբե այդ սկզբունքներով ապրիլը։ Հովհաննես առաքյալ Աստծո բադվերները գադարելու շուրջ խոսելով գսե, զանուկ գադարելը ծանր բան չեն։ Եթե գարտանք իր նամակին առաջին Հովանու 5:3 գսե, վասնզի ասիգե Աստծո սերը, որ անոր բադվիրանքները բայենք եւ անոր բադվիրանքները ծանր բան չեն։ Այսինքն կործատրելը դժվար չէ։ Եվ պատճառը ծանր չլալուն այդ բադվերները կործատրելուն սերն է։ Երբ սեր ունենանք մեր սրտերու մեջ, այն ադեն անոր բադվիրանքները գադարելը թյուրին գլա։ Երբ մեկը ճշմարտապես հասկացած է Աստծո սերը ու գիտակից է, որ բոլոր բարիած աղբյուրը եղող Տերն անե, ինչպես կգարտանք Հակոբոսի մեջ, այն ադեն բարդական պիտի զգա անոր սիրուն։ Եվ ինք եւս սիրով պիտի փոխարինե անոր բադվիրանքները գադարելով ու քրիստոնեական սկզբունքները հարգելով։ Գարտանք 3-4 համարներն, ուրեմն միշտ 4-րդ գլուխն ենք, առաջին Թեսաղոնիկեցված 3-4, վասնզի Աստծո կամքը այս է, այսինքն ծեր սուրբ ըլլալը, որ դուք ետ գենաք բորմուտենը։ Ցեզմի ամեն մեկը գիտնա իր ամանը սրբությունով ու բադվով ստանալ։ Եթե սուրբ բարին իմաստը ուղիղ չըմբռնենք, սխալ գաղափարներ պիտի գազբենք ու վարդապետություն շինենք, շինելով փուչ եզրակացություններ պիտի հանգենք եւ պիտի մոլորենք։ Հայերեն սուրբ, հունարեն բնակիրին ագյոս բարին թարգմանությունն է։ Ագյոս կնշանակե զատված։ Նաև ագիազմոս նույն բարեն ձակումարած է, որ կնշանակե սրբված։ Ինչպես նաև ձակումարած է աղնոս բարը, որ կնշանակե մաքուր գույս իմաստով։ Երկրորդ Կորինթացված 11-րդ գլուխի մեջ առաքյալ այս բարը կգործածե երկրորդ համար, գսե, վասնզի ծեր վրա նախանցավոր եմ Աստուծո նախանցովը, վասնզի ես ձեզ էրգան մը նշանեցի մաքուր գույսի մբես, Քրիստոսի դիմաց հանելու, մաքուր, հոս մաքուր բարը, ուրեմն
աս բառն է, նույն բառն է, որ աղնոս բառն է, մաքուր։ Դարձյալ էքսագնիզմոս բառը նույն արմատեն գուքա, որ կնշանակե աղդոտ բամը գարնես եւ գմակրես եւ քուգտ կնես։ Էքսագնիզմոս գեղեցիկ բառն է, որ նույն Այգյոս բառեն սուրբ բառեն ձակում արած է։ Բամը աղդոտ բամը գարնես, գմակրես եւ քուգտ կնես։ Ով արավ այս գործողությունը մեզի համար Տեր Հիսուս Քրիստոս։ Մեզի պես աղդոտ սիրտերը արավ, մակրեց եւ իրը ըրավ փյուր փառք Աստուծո։ Հետևաբար Աստվածաշունչը երկու տեսակ սրբության մասին գուսուցան է։ Առաջինը վերոհիշյալ իմաստն է, ինչ որ քիչ առաջ ասինք, երբ մեղավորը ավետարանի բարի լուրը, փրկության լուրը գլսե եւ հավատքով գնդունի Քրիստոսի գադարած փրկագործությունը, գահավատա խաչին վրա Հիսուսի փոխանորդական մահվան, Աստված զայն գզադե, գսրբե, գգնքե եւ գսե թուն իմս ես։ Այս ճշմարտությունը հաստատո մի քանի համարներ գուզեմ գարտալ մեր մխիթարության համար։ Ուրեմն Եփեսացիս 1:13-ի մեջ հոն գսե Եփեսացիս 1:13 որուն վրա դուք ալ հուսացաք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը, ծեր փրկության ավետարանը, որու նաև հավատալով խոստացյալ Սուրբ Հոգվույն շնորհքովը գնքվեցաք։ Եվ գնիքը գիտենք ինչ է իմաստը, գնքողին գողմեն գվավերացվի, գնքողը սելգուզե այս իրը, այս արարգան, այս նամակը իմս է։ Ուրեմն Տերը մեզի գնքեց եւ իրը ըրավ։ Դարձյալ Հռոմայեցոց 8-րդ գլուխի մեջ հոնալ գգարտանք գսե նույն ինք հոգին վկայություն կուտա մեր հոգին հետ, թե մենք Աստուծո որդիներն ենք։ Ասիկա գարտամ Հռոմայեցիս 8:16-17։ Եվ եթե որդիներ, շարունակելով առաքյալը գսե, ուրեմն ժառանգներ, Աստուծո ժառանգներ ու Քրիստոսի ժառանգագիցներ։ Նույն ինք հոգին վկայություն կուտա մեր հոգին հետ։ Գտեսնեք։ Հավատացյալը իր փրկության վստահությունը ուրգե գարնե կստանա Սուրբ Հոգին։ Ինչպես վստահ է, թե ինք Աստծո կպատկանի, շատ քարոզներ լսեց, հովիվը աղվորմը ուղեղը լված եւ համոզվեցավ, որ ինք Աստծո կպատկանի։ Երբեք։ Ապա այն օրը, որ գաբաշխարե Տեր Հիսուս սրտի մեջ կուքա գթակավորե, Սուրբ Հոգին գվգայե իր հոգին հետ մարդուն հավատացյալին գսե թուն Աստուծո կպատկանիս։ Ինչ մեծ մխիթարություն է այս մեր բոլորին համար։ Նաև երկրորդ Կորինթացիս առաջին գլուխի մեջ այդ համարն ալ գարտանք, երկրորդ Կորինթացիս առաջին գլուխ 22-րդ համարը գսե որ մեզ գնքեց ալ եւ մեզի տվավ հոգվույն քրավը մեր սիրտերուն մեջ։ Գտեսնեք վկայություն ուրգեգուքա մեզ գգնքե, երբ մեղավորը ավետարանին գահավատա գնդունի Աստծո շնորհքը, Սուրբ Հոգին գուքա գգնքե եւ իր ներսիտին գվգայե գսեթուն Աստծո գպատկանիս։ Երանելի է իրապես այն հավատացյալը, որ Սուրբ Հոգվույն գնիքը ունի իր սրտի մեջ։ Ուրեմն այս իմաստով առաջին իմաստին ակնարկելով Բողոս Կորինթոսի հավատացյալները սրբվածներ կգոչե իր նամակին առաջին Կորինթացիս 1:2-ի մեջ եւ 6:11-ի մեջ հութա առաքյալ եւս նույն իմաստով գարդա այդվի հութա 1:1 այս բարակային Աստված ինք կսրբե
Այս սրբելը, գնքելը մարդկային գործողություն չէ, այլ ուղղակի Աստուծո գործն է։ Մարդը իր անձնական միջոցներով չի գտնար սրբվել Աստուծո առջև, հաբա Աստված զինքը գսրբե, ասիկա առաջինն է։ Երկրորդ սրբությունը, ուրեմն ասենք երկու տեսակ սրբություն կա, առաջինը ուրեմն Աստված գսրբե, գզադե, գգնքե եւ իրը գնե, իսկ երկրորդը մարդոց առջև կորցնական սրբությունն է։ Այս ճշմարտությունը հաստատողալ մի քանի տեղերը համարներ գուզեմ գարտալ երկրորդ Կորինթացիս ուրեմն 7-րդ գլուխ առաջին համար գսե ուստի սիրելիներ որովհետև մենք այս խոսմունքները ունենք մեր անձերը մարմինի ու հոգի ամեն կերպ բղծութենե մաքրենք եւ սրբությունը գադարելակորձենք Աստուծո վախովը կտեսնեք հոս կորցնական սրբությունն է մարդոց առջև իսկ Հռոմայացված 6-րդ գլուխին 19-րդ համարնալ գսե մարդու սովորության պես գսեմ ծեր մարմինին դգարության համար քանզի ինչպես ծեր անդամները անօրենության համար ընձայեցիք բղծության եւ անօրենության ծարաներ ըլլալու այնպես հիմա ծեր անդամները սրբության համար ընձայեցեք արդարության ծարաներ ըլլալու կտեսնեք ասի մեր կորձն է մենք պետք է սրբության յետևե ըլլանք առաջին Պետրոս առաջին գլուխի մեջ համար մգա առաջին Պետրոս ուրեմն առաջին գլուխ 15-րդ համարը գսե հապա ցեզ գանչող սուրբին պես դուք ալ սուրբ եղեք ծեր բոլոր վարմունքներուն մեջ կտեսնեք եղբայրներ Աստծո խոսքը որքան հավասարգշրված մեզի կներկայացվի Աստված մեղավորին երբ անհավատա գսրբե գզադե իրը գնե հավատալեն յետ գնալ կորցնական սրբության կյանքը պիտի ապրի մարդոց առջև առաջին Թեսաղոնիկեցոց երկրորդ գլուխին 10-րդ համարի մեջնալ գսե դուք վկայեք եւ Աստվածալ թե ինչպես սրբությունով ու արդարությունով եւ անարադությունով վարվեցանք ցեզի հետ որ հավատացիք Պողոս արաքյալ իր անձին գագնարգե ինչպես Թեսաղոնիկե մեջ հավատացյալն արչե սրբությամբ ապրեցավ եւ 4:7-ի մեջնալ գսե որ մենք հաջորդող համարներում մեջն գսե վասնզի Աստված մեզ բղծության չգանչեց հաբա սրբության ուրեմն կորցնական սրբության մեջ համոզվելու ենք որ երկու բաներ անհրաժեշտ են սակայն այսքանով բավարարվենք եթե դերը գամի եկող ուրբաթ այդ երկու անհրաժեշտ բաներուն շուրջ ցեզի պիտի խոսիմ այսօր այսքանով բավարարվենք Աստծո փառք կուտանք որ ան երկայնամիտ կլա մեղավորին ամենավատ մեղավորնալ երբ Հիսուսի հավատա Աստվածային գսրբե իրը գնե գգնքե ուզենք կամ ոչ Աստված է ընողը մարդը չէ եկեղեցին չէ համայնքը չէ հովիվը չէ Աստված կգնքե որ մե յետքը հավատացյալը որ Աստված սրբած է զինքը իրը ըրած է մարդոց առջև կորցնական սրբությունը պետք է ապրի Դերը ցեզ օրհնե եւ այս ուղությամբ զորացնե որբեսի այս խոսքերը մեր ամենօրյա կյանքի մեջ փորձառություն դառնան եկեղեցի երթալ ալելույա բացականչելով մենք մեզ չմխիթարենք կորցնական սրբությունը անհրաժեշտ է մարդոց առջև որբեսի երրորդությունը փառավորվի Դերը ցեզ յետլա իր իմաստությունով առաջնորդե ամեն